Բարև։ Այսօր մենք դասավանդենք Թե ընկեր Գոհարը։ ձեր գաղտնիքները թե ինչպես Փորձեմ ինչքան հնարավոր է լինեմ ավելի անկեղծ, հա, եւ քո հարցերի պատասխանը փորձեմ ճիշտ տալ։ Դուք դասավանդում եք եւ միջին դպրոցում եւ արևելյան դպրոցում տարբեր տարիքային խմբերի հետ, ավելի փոքր եւ միջին տարիքի խմբերի հետ, որ խմբում ավելի հեշտ աշխատել է։ Շնորհակալ եմ գեղեցիկ հարցի համար, ես կպատասխանեմ այսպես։ Քանի որ ես աշխատում եմ եւ միջին դպրոցում եւ կրտսերների հետ արևելյան դպրոցում, այո, տարիքային տարբերությունը այդքան է շատ մեծ չի, բայց ամեն դեպքում նկատելի է։ Փոքրերի հետ է բնական է, աշխատելը ավելի մի փոքր դժվար է, ինչու, որովհետեւ փոքրերը ավելի շատ սիրո, ուշադրության, սովորելու, հա, լսելու այդ հատկությունը նրանց մոտ պետքա շատ հետաքրքիր ձևով կազմակերպել, որ քո իմացած գիտելիքը իրենց փոխանցել։ Իսկ օրինակ միջին դպրոցում արդեն կրտսեր սովորողները արդեն իրենք բավականին հասուն են եւ կարողանում են շատ արագ կողմնորոշվել եւ իմանալ, թե ուսուցիչը իրենցից ինչ է ուզում եւ ինչ է պահանջում, եւ դրա համար ինձ համար օրինակ միջին դպրոցում այդ տարիքային երեխաների հետ ավելի հեշտ է աշխատել, բայց եթե ես ուսուցիչ եմ ու ընտրել եմ այս մասնագիտությունը, ինձ համար դժվար չէ տարբեր տարիքայինների հետ աշխատել, կարևորը այն ինչը որ ես անում եմ, շատ սիրով եմ անում։ Դրա համար է ստացվում է երկու դպրոցներում միատեղ, միաժամանակ համատեղել եւ աշխատել։ Իսկ ինչու հենց արևելյան դպրոցում սկսեցիք աշխատել։ Իմ առաջի գործունեությունը, այո, որպես ուսուցչուհի ես աշխատել եմ արևելյան դպրոցում, որովհետև այդ ժամանակ մեր արևելյան դպրոցում հենց բնագիտության ուսուցչուհու կարիք կար, եւ ես դիմելու անմիջապես հետո այստեղ տեղ լինելու արդյունքում հայտնվեցի այստեղ, ունեցել եմ 5 տարվա աշխատանքային արդեն գործունեություն եմ իրականացրել արևելյան դպրոցում, 5 տարի է աշխատում եմ սիրով եւ հիմա արդեն միջին դպրոցում նաեւ ընդունում եմ արևելյան դպրոցից եկող երեխաների, հա։ Իսկ ինչու որոշեցիք դառնալ հենց բնագետ։ Հենց բնագիտության ուսուցչուհի, ինչու, որովհետև ընկեր Գոհարը շատ է սիրում բնություն, շատ է սիրում այն ինչը, որ բնության հետ է կապված, այն ինչը, որ ինքը կանաչն է, խոտն է, կյանքն է, բնությունն է, այդ ամեն ինչը ես սիրելով ընտրել եմ իմ ճիշտ մասնագիտությունը եւ փորձել եմ այդ ամեն ինչի մեջ ավելի հմտանալ եւ փորձել այդ գիտելիքը փոխանցել իմ սովորողներին, որովհետեւ եթե չլինի բնություն, չլինի կենդանական աշխարհ, մենք բոլորս է գիտենք, կյանք պարզապես գոյություն ունենալ չի կարող։ Դրա համար կարևորելով այս առարկան, ես շատ կարևոր առարկա, հա, ես ընտրել եմ հենց այս առարկան ու փորձում եմ կազմակերպել իմ օրը եւ գործնական եւ տեսական մասով շատ ակտիվ գործունեություն իրականացնել։ Ես էլ եմ շնորհակալություն հայտնում քեզ գեղեցիկ հարցերի, այս քո ակտիվ, գեղեցիկ պատկերացման համար, որովհետև շատ լավ բան ես որոշել ուսուցիչներից, հա, իմանալու նրանց այդ գաղտնիքը, այդպես չէ ասեցիր։ Ես էլ եմ շնորհակալ, ապրի մաղթ։